Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։ Նրա պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել նախագահի պալատում։ Մինչ այդ Թուրքմենստանի նախագահին օդանավակայանում դիմավորել էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, իսկ այս պահին նախագահի պալատում ընթանում է Թուրքմենստանի եւ Վրաստանի նախագահների առանձնազրույցը։ Ղեկավարները քննարկում են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները եւ տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Օրվա երկրորդ կեսին Սերդար Բերդիմուհամեդովը Վրաստանի վարչապետի հետ միասին կմասնակցի Վրաստան-Թուրքմենստան բիզնես ֆորումին, որը կբացվի այսօր։ Այսօր Վաշինգտոնում կանցկացվի քաղաքական ահաբեկչության կրկնակի ակտիվացման մասին նախարարական հանդիպում։ Հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով կմասնակցի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում կհյուրընկալի ավելի քան 60 երկրների պատվիրակությունների։ Իշխող թիմը կարևոր է համարում Վրաստանի արտգործնախարարի մասնակցությունն այս նախարարական հանդիպմանը եւ նշում, որ Մակա Բոճորիշվիլիի հրավերը Մարկո Ռուբիոյի կողմից վկայում է երկկողմ հարաբերությունների կայունացման եւ նոր փուլ անցնելու մասին։ Դեռևս անհայտ է ազգային շարժումն արդյոք կմնա անդիմադիր դաշինքի կազմում։ Դաշինքի անդամ քաղաքական ուժերի միջև տարաձայնություններն այնքան են խորացել, որ արդեն բացահայտ խոսում են դաշինքի կազմը վերանայելու մասին։ Ախալի կուսակցությունում հաստատում են, որ դաշինքի ներսում կան տարաձայնություններ, սակայն այդ գործընթացը գնահատում են որպես առողջ եւ առաջիկա օրերին հայտարարում դաշինքի անդամների հանդիպման մասին։ Դեռևս հայտնի չէ այդ հանդիպմանը կմասնակցի ազգային շարժումը, սակայն կուսակցության ներկայացուցիչների խոսքով իրենք կողմ են միասնությանը։ Տարբերվող դիրքորոշում ունի Լելո կուսակցությունը։ Լելոյի հայտարարությամբ իրենք իրենց նույնիսկ նախկինում չէին տեսնում այդ միավորման շարքերում, իսկ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւս մեկ անգամ համոզել են իրենց, որ այդ որոշումը ճիշտ էր։ Իշխող թիմի գնահատմամբ դաշինքի անդամ կուսակցությունները փորձում են արտասահմանյան գործընկերների կողմից ստանալ ճանաչում եւ ֆինանսավորում։ Թբիլիսի քաղաքային դատարանում ընթանում է այսպես կոչված սաբոտաժի գործով մեղադրվող 8 քաղաքական գործիչների դատավարությունը, որտեղ պետք է հարցաքննվեն մեղադրող կողմի ներկայացրած 4 վկաները։ Վկաներից մեկը Չեզոք Վրաստան կուսակցության անդամ Գելա Նիկոլեիշվիլին է։ Անցյալ տարվա նոյեմբերին դատախազությունը հետաքննությունը սկսել էր հենց նրանց դիմումի հիման վրա։ Չեզոք Վրաստանը մինչ օրս ընդդիմության առաջնորդներին մեղադրում է օտարերկրյա պետության գործակալ լինելու մեջ, որպես ապացույց ներկայացնելով նրանց քաղաքական գործունեությունն ու հրապարակային հայտարարությունները։ Մեղադրվող քաղաքական գործիչները գործը գնահատում են որպես քաղաքական դրդապատճառներով հարուցված։ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Միխեիլ Սաակաշվիլիի, Գեորգի Վաշաձեի, Նիկա Գվարամյայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի եւ Բադրի Ջափարիձեի նկատմամբ։ Դատախազության տեղեկությամբ գործը վերաբերում է պետության դեմ ուղղված հանցագործություններին, մասնավորապես սաբոտաժին, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեության մեջ աջակցելուն, Վրաստանի սահմանադրական կարգի եւ ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորմանը, ինչպես նաև սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչերին։ Այս գործով Գեորգի Վաշաձեի, Զուրաբ Ջափարիձեի եւ Նիկա Գվարամյայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 30,000 լարի գրավ, իսկ Մամուկա Խազարաձեի եւ Բադրի Ջափարիձեի նկատմամբ 1 միլիոն լարի գրավ։ Վրաստանի ազգային բանկը գործարկել է նոր թվային հարթակ, որը սպառողների համար վճարային ծառայությունների համեմատությունը դարձնում է շատ ավելի պարզ եւ արագ։ Եթե նախկինում տարբեր բանկերի սակագները, ավանդների տոկոսադրույքները, արտարժույթի փոխարժեքները եւ այլ ծառայությունները համեմատելու համար անհրաժեշտ էր առանձին որոնել յուրաքանչյուր բանկի կայքում, ապա այժմ այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքված է մեկ վայրում՝ ազգային բանկի կայքում։ Նոր հարթակը հնարավորություն է տալիս համեմատել առևտրային բանկերի եւ վճարային ծառայություններ մատուցողների պայմանները, օգտագործել տարբեր զտիչներ, գնահատել ծառայությունների ամբողջական արժեքը եւ հատուկ հաշվիչների օգնությամբ նախապես հաշվարկել ինչպես առանձին գործարքի, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում բանկային ծառայություններից օգտվելու հավանական ծախսերը։ Հարթակում հասանելի են նաեւ ավանդների արդյունավետ տոկոսադրույքների, ընթացիկ փոխարժեքների եւ քարտային գործարքների համեմատության գործիքները, ինչը հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ֆինանսական որոշում կայացնելուց առաջ ցանկանում են գնահատել տարբեր այլընտրանքներ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության փորձագիտական քրեագիտական վարչությունը Թբիլիսիում եւ մարզերում համալրվել է նոր անօդաչու թռչող սարքերով։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ուսումնական բազայում փորձագետ քրեագետները անցել են անօդաչու թռչող սարքերի կառավարման վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը ներառել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական ուսուցում։ Դեպքի վայրում անօդաչու թռչող սարքերի կիրառումը հնարավորություն է տալիս հետաքննությանը ստանալ բարձրորակ տեսողական ապացույցներ։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու։ Ձերբակալված տղամարդը Տաջիկստանի իրավապահ մարմինների պահանջով միջազգային մակարդակով որոնվում էր Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ խարդախության մեղադրանքով։ Իրավապահներ իրականացված հետաքննչական գործողությունների արդյունքում նրան ձերբակալել են Բաթումիում։ Ներկայումս նրա նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։ Իսրայելի կենտրոնական հրամանատարության հայտարարությամբ վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանի դեմ իրականացվել է հարվածների 2 ալիք։ Հրամանատարության տվյալներով հարվածները հասցվել են Հորմուզի նեղուցում նավերի համար վտանգ ներկայացնող իրանական ռազմական կարողություններին։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն հարվածել է մեծ Թումբ կղզում տեղակայված ափամերձ պաշտպանության համակարգերին եւ թևավոր հրթիռների ենթակառուցվածքներին։ Վերջին տեղեկություններով ի պատասխան Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաօդային բազային եւ Հորդանանի Ազրակ ռազմաբազայում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Իրանը շատ է ցանկանում համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ, սակայն նրա խոսքով հենց Վաշինգտոնն է որոշելու արդյոք քայլ կձեռնարկի այդ ուղղությամբ։ Թրամփի հայտարարությամբ Իրանին դուր չեն գալիս ԱՄՆ-ի գործողությունները եւ նրա խոսքով ավելի լավ կլինի, որ Թեհրանը իրեն պատշաճ պահի։ Թրամփն ասել է, որ եթե համաձայնություն չկայանա, Միացյալ Նահանգները գործը կհասցնի մինչև վերջ։ Եվրամիության անդամ երկրների դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Reuters-ի տեղեկությամբ բանակցությունները կշարունակվեն, իսկ ռուսական նավթի համար սահմանված առավելագույն գինը մինչև հուլիսի 23-ը կմնա 1 բարելի դիմաց $44.10։ Տարաձայնությունները հիմնականում վերաբերում են Ռուսաստանի համար ծովային ծառայությունների արգելմանը եւ ռուսական հեղուկ բնական գազի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառմանը։ Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է միջոցներ Ռուսաստանի բանկերի, կրիպտոարժույթների ցանցերի, անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտի եւ ռուսական նավթով առևտուրը իրականացնողների դեմ։